Ողջույն, եթերում անցյալից ներկա նախագծի մեր հերթական թողարկումն է։ Նախագիծ, որի նպատակն է նոր սերնդին ծանոթացնել ավագ սերնդի անցած ճանապարհի ու նրանց թողած գեղեցիկ կերպարների հետ։ Այսօրվա իմ հյուրը մի հրաշալի դերասանուհի է, ով վայելում է եւ ավագ սերնդի, եւ նոր սերնդի սերն ու համակրանքը։ Իմ այսօրվա հյուրը սիրված դերասանուհի Մարիետտա Խոջայանն է։ Բարև ձեզ, Տիկին Մարիետտա։ Բարև ձեզ։ Նախ շնորհակալ եմ հրավերս ընդունելու ու ձեր ներկայացումը մեր տաղավարն էլ ավելի գեղեցկացնելու համար։ Ես էլ եմ շնորհակալ գեղեցիկ խոսքերի համար եւ հրավերքի համար։ Տիկին Մարիետտա, երբ ուսումնասիրում եք ձեր մասին նյութերը ու կարդում մեկնաբանությունները, ի ուրախություն ինձ մեկնաբանություններում մեծ մասը երիտասարդ սերունդ էր, ով գնահատում է ձեզ, սիրում ու միևնույն ժամանակ կարոտում է։ Ես իմ բոլոր հյուրերին եմ այս հարցը տալիս ու ձեզ նույնպես ուզում եմ տալ, ո՞րն է ձեր հաջողության ու միևնույն ժամանակ այդքան սեր վայելելու գաղտնիքը։ Անկեղծությունը եւ գործին լուրջ վերաբերվելը։ Ես կարծում եմ պրոֆեսիոնալ մարդու համար մի քիչ ասել լուրջ վերաբերվելը գուցե մի քիչ ճիշտ չի, պրոֆեսիոնալ մոտեցում գործին, պատասխանատվությամբ եւ ամենակարևորը անկեղծ եւ ազնիվ լինել հանդիսականի հետ։ Տիկին Մարիետտա, ուսումնասիրելիս, երբ ձեր ընկերները ու միևնույն ժամանակ գոլեգաները խոսում են ձեր մասին, ամենը բոլորը շեշտում են, որ միևնույն ժամանակ դուք շատ խստապահանջ եք։ Ճիշտ են ասում, ես իմ նկատմամբ չափազանց խստապահանջ եմ, երբեմն ավելին քան կարելի է։ Ես հիշում եմ, ամուսինս միշտ ասում էր, տեղից էլ շրջապատում լիքը չկամեցող մարդիկ կարող են լինել։ Դու ինչու ես նորից ինքդ քեզ արգելք հանդիսանում։ Հետո ես հասկացա, որ ասածի մեջ կա իսկապես մեծ ճշմարտություն, բայց խստապահանջ եմ։ Երևի այդ այն դպրոցից է, որ անցել եմ, իսկ ես բավականին լուրջ դպրոց եմ անցել։ Ես տարբեր հաղորդումներում ասել եմ, ես սովորել եմ Ֆրունզե Դոբլատյանի արվեստանոցում եւ միաժամանակ, երբ որ ամբիոնի վարիչ եղել է Հենրիկ Կմալյան եւ դուրս ես գալի միջանցք եւ հանդիպում ես Արման Մանարյան, Քավանթարներ, Գևորգը, Ներսես Հովհաննիսյան, Երզնկյան, Յավուրյան, չես կարող այլ կերպ։ Մենք մի քիչ ուրիշ դպրոց ենք անցել։ Երևի կարծում եմ այդտեղից է գալիս իմ խստապահանջ լինելը։ Տիկին Մարիետտա, խաղացել եք բազում դեր, եւ կոմեդիկ, եւ դրամատիկ, որն ավելի հեշտ խաղաց ես համար։ Ասեմ, գիտեք, սովորական մամաների կերպարները ես այս մասին շատ եմ խոսել։ Գիտեք, իբնե մենք մայր ենք, չէ՞։ Մեծանում ենք, աղջիկ ենք, օրիորդ ենք, հետո կին, մայր, հա։ Ահա դու կամ ես, այդ բնությունը տրված է եւ մենք կարծես թե դա ավելի հեշտ է տրվում։ Բայց երբ որ գալիս են ավելի բնավորությամբ խարակտերային կերպարներ, որը նաեւ քեզնից հեռու է, շատ հետաքրքիր է դա խաղալը, որովհետեւ նախ գույների հնարավորությունը, խաղալու հնարավորությունը, նաեւ քեզ բացահայտելու ուրիշ կողմից։ Ես հաճույքով եմ խաղում բացական կերպարները, որտեղ պետք է մտածել, գույներ գտնել, խորանալ, հետաքրքիր։ Այն մամաներն էլ շատ եմ սիրում, շատ։ Հաճույքով խաղում եմ, բայց անկեղծ խարակտերային կերպարներում ես ինձ ավելի հետաքրքիր եմ զգում։ Ես հիշում եմ վերջին նախագծերից մեկում, երբ բավականին հետաքրքիր կերպար եք, զուգանչի կերպար եք կառավարում, բավականին մեծ արձագանք ստացավ ու ես ինքս էլ շատ սիրեցի այդ կերպարը, որտեղ միևնույն ժամանակ շատ եւ լավն է, եւ անկեղծ էր, եւ միևնույն ժամանակ ուներ ասելիք։ Շատ ճիշտ եք նկատել, շատ ճիշտ եք նկատել, որովհետեւ ասելիքը հայերեն խոսքի հանդեպ ունեցած հարգանք էր։ Դուք առաջ ընկաք իմ խոսքից, առաջին ինձ որ գրավեց, այն էր, որ խոսքը լավն էր, գրեհիկ չէր եւ այո, ինքը կոնկրետ ուղղվածություն ուներ, որ այդ հումորային պրոյեկտի մեջ նաեւ մենք այս մասին ենք խոսում եւ շեշտադրում, թեկուզ ինչ-որ հումորային տարբեր կողմերից ենք մոտենում կերպարին, բայց ամեն դեպքում առանցքը կար, ասելիքը կար, ես նույնիսկ
դրսում փողոցում հանդիպում եմ երիտասարդների, որ ինձ մոտենում ասում են, գիտեք, մեզ այնքան է օգնել ձեր կերպարը հայերենին ավելի ուշադիր լինելու եւ ավելի սիրով մոտենալու համար։ Իսկ իմ համար լեզուն, մանավանդ հայերեն լեզուն, դա մի ուրիշ սեր է։ Իսկապես մի ուրիշ սեր է եւ շատ նրբորեն ու զգուշորեն եմ վերաբերվում մեր լեզվին ու կարծում եմ այդտեղից շատ բան է գալիս։ Եթե դու կենցաղում էլի ճիշտ ես եւ սիրով ես վերաբերվում լեզվին, դա բերում է կենցաղավարություն, դա բերում է լեզվամտածողություն, դա բերում է վարքի ավելի գեղեցիկ դրսևորում։ Կարծում եմ իմ հետ կհամաձայն եք։ Միանշանակ համաձայն եմ, որովհետև սիտկոմից առաջին սերիաներից բարձ երևում էր ձեր կերպարի իմաստը, ասելիքը ու միևնույն ժամանակ շատ հաճելի էր ձեզ տեսնել, որովհետև ես որպես նոր սերունդ ինձ հաճելի է ավագ սերունդին անընդհատ տեսնել էկրաններին, որովհետև վստահ եմ, որ ավագ սերունդի ասելիք ու նոր սերունդը պետք է կարողանա լսել ու ընկալել այդ ասելիքը։ Շատ ճիշտ ես նկատում, Վարդան ջան, այո, մենք ունենք ասելիք, առավել ևս երբ որ մեր իրականության մեջ ժամանակային փոփոխություններ կատարվեց, հասարակակի փոփոխություններ կատարվեց, այսինքն մենք նաև այդ տրավմատիկ սերունդն ենք, հիմա բացատրեմ ինչու, որովհետև կար ժամանակահատված, որ մենք պարապորտի մեջ ենք։ Այսինքն դու հավաքում ես այդ ժամանակ բագաժ եք, չէ՞ ասում, մենք պաշարում ես դու կենսափորձ, պաշարում ես գիտելիքներ, բայց դա ինչ որտեղ նաև դրսևորելու ցանկություն պիտի լինի եւ պարտադիր պիտի լինի։ Երբ նման առիթներ են ներկայանում, դու ուզում ես հնարավորինս, բանավանդ եթե ասելիք ունես, եթե տալու բան ունես, փոխանցես դա։ Ես ձեզ ասեմ, շատ հետաքրքիր, ուրեմն իմ ընկերները սկսում են 18-ից մինչև 80 տարեկան, այդ ամպլիտուդայով ես սիրում եմ շփվել բոլորի հետ։ Ու ես հասկանում եմ, որ բոլորը, նոր սերունդն էլ, միջին սերունդն էլ, մեծն էլ, մենք իրար տալու եւ վերցնելու բան ունենք։ Ես իրենցից եմ շատ սովորում, կարծում եմ նաեւ իրենք ինձնից ու ես դա հաճույքով եմ անում, ես սիրում եմ մեր երիտասարդներին շատ, մանավանդ բազմաշնորհեն։ Ես վերջին պրոյեկտներում, որ նկարվում էի, հիացած էի, շշմելու երիտասարդություն ունենք, շնորհալի, պատրաստական, դաստիարակված, միայն լավը կարող եմ ասել։ Վատի մասին չեմ ուզում խոսել, որովհետև ես համոզված եմ, որ այդ վատն էլ ժամանակի ընթացքում փոփոխության կենթարկվի դեպի լավը, բայց շշմելու երիտասարդություն ունենք։ Իդեպ վերջերս երբ նայում էի ձեր մասին տեսանյութեր ու հաղորդումներ, ինքս ինձ համար բացահայտեցի մի կարևոր խոսք, որի մասին երկար չէի մտածել, բայց ձեր ասելուց հետո մտածեցի, երբ բաժանվում եք ինչ-որ ընկերոջից, վերջին բառը երբեք չեք ասում։ Ձեր այդ նախադասությունից հետո սկսեցի շատ երկար մտածել։ Արդյոք ես շատ դեպքերում ճիշտ եմ արել, թե չէ, ու շնորհակալ եմ, որ մենք ունենք սովորելու ինչ-որ մի տեղ։ Այո, ես հասկացա, որ հաղորդումն եք նայել, ես սկզբունք ունեմ իսկապես, երբեք վերջին խոսքը չասելու, որովհետև նորից պիտի կրկնեմ, որովհետև դա աքսիոմայի նման մի բան է դարձել ինձ մոտ, ես հնարավորություն եմ տալիս եւ ինձ, եւ դիմացինին, նորից վերանայելու, բայց եթե հասկանում ես երկրորդ, երրորդ անգամ ումը կրկնում, դու պիտի բաց թողնես, ուղղակի բաց թողնես ու հեռանաս, որովհետև դրանով նախ ինքդ ես թաթախվում, ինքդ ես ավելի լավա թողնես եւ հանգիստ ապրես, դե հիմա ով Աստված այդ մարդուն այդպես է ստեղծել։ Գուցե այդ հակասություններն ավ այդ կոնտրաստի մեջ է, որ լավի վատի այդ գույները տարբեր են։ Տիկին Մարիետա, անցյալից ներկա, եթե գնանք անցյալ, ի՞նչն եք կարոտում անցյալում։ Ձեր անցյալում ամենաշատ որ կարոտում եք, ի՞նչ է։ Մանկությանս թեթևությունը,
Բարիս եմ շատ կարոտում, ամուսնուս եմ շատ կարոտում, կարոտներ ունեմ իսկապես, բայց շնորհակալ եմ գենետիկային, գիտեք, շատ, որովհետև այդ մանկության թեթևությունը ինձ փորձել եմ պահել, ստացվել է։ Կարծում եմ այն մարդիկ, որոնք իրենց մեջ մանկության խաղ ունեն, ինձ կարծում եմ հանդիսականը ճիշտ կհասկանամ, իրենց մեջ կա և ազնվություն, և երիտասարդություն, և ճիշտ նոր սերնդի փոխանցելու փորձառություն, դու չես ծանրանում, չես ծանրացնում քեզնով քո շրջապատին, բայց նաև երբեմն կարող է դա ճիշտ չընկալվել։ Չընկալվել այս առումով, որ ամեն դեպքում դու ունես տարիք, դու ունես կենսափորձ, դա կարող է ինչ-որ սենց շփոթության մեջ գցել, բայց ես փորձում եմ այդ երկուսը իրար հետ համադրել այնպես, որ ներդաշնակության մեջ լինել։ Կարծես թե ստացվում է, ես գոհ եմ, ես նորից եմ ասում, ես այնքան շնորհակալ եմ իմ գենետիկային, որ ես կարողացել եմ այդ լույսը պահել։ Չնայած այդտեղ ասեմ, ձեզ մենակ իմ դերը չի։ Մենակ գենետիկայի դերը չի, եթե մենք շարունակենք, ես կարծեմ նաև կասեմ ում դերն է։ Այդ թեման շարունակել։ Այդտեղ իմ մասնագիտության դերը շատ մեծ նշանակություն ունի և այն մարդկանց դերը, որոնք ինձ շրջապատում են։ Փառք Աստծո, մանավանդ ընկերների հարցում իմ բախտն այնպես ա բերել։ Իմ ընկերները սկսում են մանկապարտեզից, դպրոցից և այդպես շարունակական ու ես իմ դաշտով բաց եմ։ Ես ամեն օր կարող եմ նոր ընկեր ձեռք բերեմ ու ես Աստծուց այնքան շնորհակալ եմ, որ ստացվում է այնպես, որ մեկը մեկից լավ մարդիկ են։ Ես իսկապես շնորհակալ եմ ու ես միշտ եմ պատրաստ նոր մարդկանց իմ կյանք թողնել։ Ես իսկապես բաց եմ, բայց նույն սկզբունքով, եթե ես հասկանում եմ Աստծո սիրուն, բաց եմ թողնում, սիրելով, ոչ թե սիրելով, հարգելով բաց եմ թողնում, ու ապրեն իրենց համար։ Բայց ընկերների հարցում նորից եմ ասում, ես երջանիկ մարդ եմ, շատ։ Կարծում եմ դուք ստանում եք այն, ինչ տալիս եք ու այն բարությունը, որ կա ձեր մեջ, կարծում եմ անպատասխան մնալ չէր կարող։ Չի մնում։ Ու չի մնում։ Չի մնում, ես շնորհակալ եմ, որովհետև ես ունեմ 10 ընկերներ, բավականին ժամանակ անցել մեր ավարտելուց, բայց չեք պատկերացին, թե ինչ մի ջերմություն կա այդ ամեն ինչի մեջ, առաջի 10 րոպեն է, որ մենք հանդիպում ենք, մեր ուտեղ կնճիռը ավելացել, ուտեղ սպիտակ մազը ավելացել, թորնիկներն են ավելացել, փառքդ շատ, բայց միևնույնն է, բոլորիս մեջ այդ լույսը կա և մենք կարողանում ենք այդ լույսը տալ, առնել, իրար փոխանցել։ Իհարկե չեմ նաև ու չեմ կարող մոռանալ իմ մնացած ուսանողական ընկերներին, ձեռք բերած ընկերներիս հրաշալի մարդիկ են։ Եվ ես հասկացել եմ, որ սխալ այն արտահայտությունը, որ ասում են հին ընկերոջ հինն է լավ, չէ՞։ Չէ, նա ուրիշ գույն է, նա պատմությունն է, քո կենսափորձն է, բայց երբ որ գալիս ես այս տարիքում, հասուն տարիքում նորից ձեռք ես բերում ընկերներ, սա մի հատ ուրիշ խտացված, սենց վիճակ է, մարդկային որակների խտացված վիճակն է, դու հասկանում ես, որ դու դեռ կաս, դու դեռ կարող ես թողնել քո կյանք, քո աուրա մարդկանց, որոնք ինչու՞ չի արժեն, և դու ինչ-որ գուցե այդ մարդկանց կյանքում տալու բան ունես։ Փառք, ես գոհ եմ։ Տիկին Մարիետա, խոսելով ավագ սերնդից, նրանց հանդեպ ունեցած սերն ու հարգանքը չեմ կարող չնշել ձեր երջանկայի շատակ ամուսնու Վասիլ Սարգսյանին։ Այո։ Եվս բոլորը սիրում էին, բոլորը գնահատում էին։ Վստահ եմ, որ 2020 թվականի հոկտեմբեր ամիսը ձեր կյանքում շատ բան փոխեց։ Եթե հնարավորություն ունենայիք մի բան տեսնելու, որը կգնանեք կարևոր խոսքեր կասեիք նրան։ Շտապեցիր,
ինչի հանկարծ այդքան արագ։ Մենք ամուսնուս հետ մանկության ընկերներ ենք եղել։ 6-7 դասարանից գեղարվեստի դպրոց եմ գնացել, ես գեղարվեստի դպրոցի թատերական խմբակի ավագն էի, ինքը եկավ, այդպես ինչի եմ այսպես մանրամասնում մի ամբողջ կյանք։ Իհարկե ընկերությունը, դա մի ուրիշ պատմություն էր, ամուսնական կյանքը, լրիվ ուրիշ մի հեքիաթ է, բայց ես անչափ գոհ եմ, գիտեք ինչից, ընտանիքը բարդ պատմություն է, որովհետև ամեն դեպքում դու անցնում ես կայացման փուլեր, մանավանդ երբ որ ծանր ժամանակաշրջաններ են լինում, բայց ես երջանիկ եմ, որովհետև մենք այնքան նույն արժանամակարգով ենք եղել, մենք այնքան նույն ուղղությամբ ենք նայել, նույնիսկ եթե ջղայնացած ենք եղել, էլի նույն ուղղությամբ ենք նայել, եզակի տեսակ էր, և իր կոլորիտով, և իր ամբողջ ինտելեկտուալ հնարավորություններով, և որպես դերասան ես կարծում եմ, որ շատ բան ուներ տալու, ափսոս, շատ ափսոս։ Որն այն կարևոր խորհուրդը, որն ատես տվել, որ միջև այսօր հիշում եմ։ Չկորցնես տեսակդ։ Ես հասկացա դրա մեջ նաև, ես նորից տարբեր հաղորդումներում ասել եմ, չկորցնես ներքին խաղաղությունդ, ներդաշնակությունդ, և որ դա կորցնում ես, ամբողջը խախտվում է։ Լինում են իրավիճակներ, երբ քեզ թվում է, թե անկառավարելի է դառնում են ամեն ինչ քեզ շրջապատում է, բայց երբեք չպիտի ինքդ քեզ դավաճանես։ Առաջինը ինքդ քո առաջ պիտի լինես հանգիստ, ինքդ քո խղճի առաջ պիտի լինես պատասխանատու, հետո մնացածը։ Որովհետև շրջապատ ինքը կարող է լիքը բաներ տարբեր կերպ ընկալել, դու քո առաջ պիտի լինես ազնիվ։ Ես կարծում եմ, իմ տեսակը չկորցնելու խորհուրդն է եղել, որ ես տանում եմ։ Որովհետև ես հեշտ տեսակ չեմ կորցնելու առումով, շատ պինդ եմ իմ առանցքի շուրջ հավաքված, բայց մարդս դժվարություններ են լինում, ամեն դեպքում ես շնորհակալ եմ նորից գենետիկային, նորից ամուսնուս, նորից այն շրջապատող մարդկանց, որոնք թույլ են տալիս ես լինեմ այնպիսին, ինչպիսին ես կամ։ Ես երջանիկ եմ, իսկապես երջանիկ եմ։ Տիկին Մարետա, տարիներ շարունակ լինելով հեռուստաէկրանին, աշխատելով մետրո թատրոնում, կերտելով գեղեցիկ դերեր, այսօր դուք ձեզ բավականաչափ գնահատված համարում եք նոր սերնդի ու նաև ձեր գոլեգաների կողմից։ Նախ ուզում եմ ասել, որ ես կարծում եմ, ես դեռ անելիք ունեմ, որովհետև հնարավորություններն էլ ունեմ։ Նույնիսկ հիմա, երբ որ մի քիչ պարապորտի մեջ եմ, ես չունեմ ոչ ուշադրության պակաս, ոչ երիտասարդների ջերմության պակաս, իմ կոլեգաների պակասը, գիտեք, երբ որ ասում են դու քո տեղը կա, քո գույնն է պետք, քան կարևոր բաներ են։ Նույնիսկ այդ, ասում եմ, ժամանակավոր պարապորտները չեն կարող փոխել, մանավանդ եթե դու արել ես հաստատուն քայլեր այդ բնակավարում, ես նորից պիտի ասեմ, ես ինքս իմ առաջի քննադատն եմ։ Ու ես կարողանում եմ ինձ կողքից նայել և շտկել այն ամեն ինչը, որը կուզեի, որ շտկված լիներ։ Այսինքն, այդ երիտասարդների և իմ կոլեգաների ջերմությունը ես ամեն րոպե շոշափում և զգում եմ։ Կարող են լինել մարդիկ, որ գուցե մի փոքր ես կողմենքով վերաբերմունք ունենալ, ես դա էլ եմ ընդունում, ես դա էլ եմ ընկալում, նույնիսկ դրա մեջ եմ ինձ լավ զգում։ Նույնիսկ եմ ասում, որովհետև ուրեմն հետաքրքիր ես, ուրեմն գույն ունես։ Ամեն դեպքում ես վիճակը իմ համար նույնիսկ այդ առումներով ներդաշնակով ու հանգիստ եմ։ Տիկին Խոջարյան, նշելով, որ բավականին ինքնակնադատ եք։ Այո։ Եղել են կերպարներ կամ դերեր, որոնք խաղացել եք
իսկ հետո կողքից նայելով հասկացել եք, որ մի բան այն չէր։ Իհարկե եղել են։ Իհարկե եղել են, եւ փորձել եմ, դա եղել է շարունակական պրոյեկտ, եւ փորձել եմ հետո ինքս ինձ ուղղել եւ փոխել, որովհետեւ ասեմ ձեզ, սերիալային մեր այս ինդուստրիայի մեջ ինքը արագ պրոդուկտ է, լավ գիտեք։ Շատ արագ պրոդուկտ է եւ չեմ հասցնում քեզ ասել ինչ անես, ոնց անել, այսինքն դու ես դառնում քո կերտողը, ինչ որ ստրիխներ, այնց բաներ կարող են ասել, բայց հիմնականում ինքդ ես դառնում քո կերպարի կերտողը։ Դրա համար այդ սխալվելն էլ պիտի լինի, որովհետև դու չգիտես A կետից B կետն ես գնում, թե B կետը չգիտեմ որտեղ է հասել, այսինքն կերպար ընթացքում կարող են կամ փոփոխությունների ենթարկվել, դու պիտի կարողանաս քեզ անընդհատ վերահսկել, ես իմ կողմից եմ ասում, ես այո ինձ վերահսկում եմ և շատ հաճախ եմ վերանայում այն ինչ որ արել եմ, խոսքից սկսած, արտաքինից սկսած, ես խիստ եմ նայում։ Իսկ եթե ձեզ հնարավորություն տա վերանցյալը մի շրջի բան փոխել, կա այնպիսի մի բան, որ կուզեիք փոխել վերանցյալը։ Գրեթե չունեմ նման բան, բայց ասել եմ ու պիտի կրկնեմ նորից, մի քիչ ավելի համարձակ կլինեի, մի քիչ ավելի համարձակ կլինեի, ասելիքիս մեջ մի քիչ ավելի համարձակ, որովհետև բաներ կար, դե ժամանակի ընթացքում փոխվում է, ես հասկանում եմ, եթե դա ասվեր այն տարիներին, գուցե մի 2-3 տարի, որ դու ծախսում ես դրա վրա, որպեսզի ասես, բայց ես էս էի ուզում ասել, ես էսպես էի ուզում ասել, դա չլիներ, բայց նայել եմ ասում, բայց նաև հասկանում եմ, որ ժամանակներն ուրիշ են, երևի այնպես էլ պետք վարվել, այնպես էլ ճիշտ, բայց ամեն դեպքում միակ բանը երևի համարձակություն, մի փոքր ավելի համարձակ լինել։ Իսկ որն է այն կարևոր խորհուրդը, որ կտաք նոր սերնդին։ Նոր սերնդին։ Անկեղծ լինել։ Սիրով վերաբերվել այն ամեն ինչին, ինչը իրանց շրջապատում է։ Առաջինը խաղաղ լինել ինքդ քեզ հետ։ Ունենալ անկյուն, որ կբերի այդ խաղաղությունը։ Այո, մարդ պիտի ունենա մի տեղ, որտեղ գնում, նստում և անջատվում ես ամեն ինչից։ Նորից եմ ասում, պիտի կրկնեմ, որովհետև դա իմն է։ Ես ունեմ այդ անկյունը, որ աշխարհի որ ծայրում էլ լինեմ, միևնույն է ես գալիս եմ այդտեղ եմ գտնում իմ խաղաղությունը։ Երևի դա նաև որ մեր ստեղծած անկյունն է, մեր անկյունն է, միակ տեղն է, որտեղ ես ինձ լավ եմ զգում, շատ ավելի ինքսից հետ եմ, շատ անկեղծ եմ ինքսից հետ, մեկ էլ թորնիկիս հետ եմ շատ լավ զգում, որ հասկանում եմ, որ մեծանում եմ նորից արտիստիկ մի բնավորությամբ շատ լավ բալիկ, որ կարծում եմ լավ ընկերություն պիտի լինի մեր մեջ, կարծում եմ, որտեղ նախադրյալները տեսնում եմ։ Այդ այնքան հաճելի է ձեզ լսել, որպես նոր սերունդ։ Այնքան Այնքան դրական էներգիա, այնքան գեղեցիկ խոսք, միևնույն ժամանակ կանացիություն, համեստություն։ Ես որպես նոր սերունդ ուզում եմ ասել ձեզ շնորհակալություն։ Ես իմ բոլոր ավագ սերնդի հյուրերին եմ ասում շնորհակալություն, որ մենք նոր սերունդս ունենք հնարավորություն լինելու ձեր ժամանակակից, վայելելու ձեր ներկայությունը, վայելելու ձեր կերպարները, դերերը ու միևնույն ժամանակ սովորելու։ Շնորհակալ եմ, որ դուք կաք, շնորհակալ եմ, որ միշտ ունենք այսքան անկեղծ, ձեր անկեղծությամբ փորձում եք շրջապատել բոլորին։ Վարդան ջան, ես եմ շնորհակալ հրավերքի համար, ես եմ շնորհակալ թող մեզ չհնչի ասածս, ճիշտ գնահատականի համար, որովհետև կարծում եմ արդեն այս տարիքի բարձրությունից ես կարող եմ վստահաբար ասել, որ կան բաներ, որոնք իսկապես իմն են։ Չթվարկեմ մնացածը, բայց այդ անկեղծություն, ազնվություն իսկապես իմն են, չգիտեմ, Աստված ինձ այսպես է ստեղծել ու ես գոհ եմ ու փորձում եմ ինչ որ ես կարող եմ փոխանցել, ես փոխանցում եմ։ Շնորհակալ եմ շատ, որ ինձ հրավիրեցիք, բարձր գնահատականին արժանացրեցիք, ես
Այսպես ձեր աուրան խառնվեց, շատ հաճելի կարծում եմ անկեղծ զրույց ստացվեց։ Դե տեսնենք, հաճելի էր շատ։ Շնորհակալ եմ։ Ու տանցնուց որ դեռ շատ երկար կերպարներ կերտեք ու շատ երկար մեր էկրանները զարդարեք ձեր գեղեցկությամբ։ Այսպես ասում են Աստված ձայնդ լսի։ Կարծում եմ կլինի եւ կփորձեմ անել մաքսիմումը։ Ահա եւ վերջ։ Ավարտվեց անցյալից ներկա հաղորդման հերթական թողարկումը։ Այսօրվա իմ հյուրը առանձնանում էր իր բարությամբ, անկեղծությամբ ու միևնույն ժամանակ համեստությամբ։ Այսօրվա իմ լաղվարում Մարիետա Խոջայանն էր։ Ես Վարդան Վարսեղյանն եմ, իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։